Լաբորատոր սարքի արտադրական հոսքագծի համակարգչի թե գումարի տեսքով նվերները կրթական համակարգին առաջիկա 2 տարում 40-ից 45%-ով կավելանան։ Կանխատեսումը Հայաստանի ներդրումային խորհրդինն է, հիմնավորումը 2026 թվականից ուժի մեջ մտնող օրենքի փոփոխությունը, համաձայն որի բիզնեսը, դպրոց, քոլեջ, բուհ, որ օղակին էլ նվիրատվություն անի, շահութարկը վճարելիս կարող է տարվա համախառն հարկային եկամուտը նվազեցնել այժմյան 0,25-ի փոխարեն արդեն 2,5%-ով։ Այս սահմանաչափը 10 անգամ հիմա բարձրացվել է։ Այսինքն սա նշանակում է, որ այն ընկերությունը, որ օրինակ $1 միլիոն շրջանառություն ունի, այսուհետ մինչև $25,000 նվիրաբերություն անելու պարագայում լաբորատորիայի տեսքով, սարքավորման, ծառայությունների մատուցման, թե միջին մասնագիտական հաստատություններին, քոլեջներին, թե բուհերին, թե հանրակրթական դպրոցներին, օրինակ Արմաթ ինժեներական լաբորատորիաների տրամաբանության մեջ կարող ենք նաև նայել, կարող է ավելի մեծ գումար, 10 անգամ ավելի մեծ գումար հիմա նվազեցնել հարկերից կամ մինչ այդ։ ՎԶԵԲ-ի այս կառույցն է խնդիրը քարտեզագրել ու լուծման առաջարկները քննարկել էկոնոմիկայի նախարարության ենթահանձնաժողովից մինչև ՓՄՁ խորհուրդ։ Հարցը IT ոլորտն էր բարձրացրել։ Արագ զարգացման պատճառով ընկերությունները պարբերաբար նոր ծրագրերի ավելի հզոր տեխնիկայի են անցնում, ունեցած թանկարժեք գույքն ուզում մեկին նվիրել։ Հենց այստեղ է, որ շատերը բախվում են օրենքի անկատարությանը։ ՏՏ կազմակերպությունների անունից բացատրում է ԱՏՁՄ-ի ղեկավարը։ 3 տարեկան համակարգիչները կարող է թարմեցնեն, ու այդ գույքը շատ հաճախ մարդիկ նախընտրում էին թողեին իրենց բալանսի վրա ուղղակի, քան նվիրատվություն անեին, որովհետև մի հատ էլ այդ նվիրատվությունից հետո պետք է հարկ վճարեին։ Հաճախ ֆինանսական այդբերն են վերցրել միայն թե աշխատաշուկան լրացվի որակյալ կադրերով, ոլորտի ընկերություններ գործի ընդունվող երիտասարդն ինստիտուտում ժամանակակից տեխնոլոգիայով կրթություն ստանա, դպրոցից ծանոթ լինի ինժեներական լուծումներին։ Այդ ամենի համար ըստ Սարգիս Կարապետյանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ ընկերությունները տարբեր ծրագրերով տարեկան մինչև $150,000 մոնիտոր ստեղնաշարից մինչև աթոռ սեղան են նվեր տալիս։ Մեր համայնքը ամենամոտիվացվածն է կրթության մեջ ներդրում անելու, տարիներով արվում է։ Մենք Արմաթի մեջ արդեն պետություն մասնավոր համագործակցությամբ արդեն մոտ $28 միլիոն համարժեք ներդրում է արվել։ Օրինակ հենց հիմա այս տարի մեր անդամներից մեկը մի քանի $100,000 նվիրատվություն է անում ու արդեն մյուս տարի կկարողանա պակասեցնել հարկման բազայից։ Այս փոփոխությամբ աշխատաշուկա կրթություն կապը կուժեղանա, կաթնամթերքի արտադրությունն օրինակ կարող է իր ուզած տեխնիկան նվիրել սննդի քոլեջին, ինտենսիվ այգին գյուղատնտես, կարի ձեռնարկությունը դերձակ պատրաստող հաստատություններին։ Հայաստանյան տնտեսության այս փուլում արագ զարգացող ճյուղերի համար վերջապես որակյալ կադրերի հարց կլուծվի, ակնկալում է Պատվականյանը։ Տվյալ ոլորտներն են տեքստիլ ոլորտ, գյուղատնտեսություն, ծառայությունների ոլորտ, հյուրանոցային հորեկան, ընդհանուր եթե վերցնենք, այստեղ տեղավորվում է նաև IT-ն, ինժեներական ոլորտը, օրինակ պոլիտեխնիկական համալսարանը ամենամեծ շահառուներից մեկը կլինի, կարծում եմ, ու գյուղատնտեսական ագրարային համալսարանը, որովհետև իրանց մասով ամենամեծն է պահանջարկը։ Արդյունքը կգնահատեն ու 2 տարուց գուցե թարմացնեն թիրախները։ Հերմինե Բաղդասարյան, Դավիթ Մաչկալյան, Ժիրայր Հավետյան, լուրեր։